Առաջ մինչ այս ծրագիրը սպասում ենք նպաստի օրվանը։ Հիմա սպասում ենք շուկա գնալու օրվանը։ Նպաստը 40,000 էր, շուկայի փողը անհամեմատ մեծ է ու արժեր նպաստից հրաժարվել, որ ունենալ բիզնես։ Նպաստների համակարգից դուրս գալուց հետո դու անկախ քեզանից սկսում ես փնտրել ելք, ու այդ ելքը միշտ կա։ Պետք չի վախենալ, վայ ոնց կլինի, վայ ինչ կլինի։ Ավելի լավ է մարդը աշխատի, դուրս գա իր կաղապարից, որում որ նպաստ անունով կա, սկսի աշխատել, ընդլայնվել, աշխատանքով ավելի շատ բանի կհասնես, քան թե, չգիտեմ, ինչ-որ նպաստով։ Սոցիալական աջակցության ոլորտը պետական քաղաքականությունների մեջ մի կարևոր նպատակ ունի։ Այն է ժամանակավոր աջակցություն տրամադրել ընտանիքներին, որպեսզի ընտանիքները կարողանան ոտքի կանգնել, դառնալ ինքնաբավ, ինքնուրույն եւ ընդլայնել իրենց հնարավորությունները, կարողությունները, զարգացնել կարողությունները եւ վերջապես կախվածությունից դուրս գալ պետական նպաստներից։ Բարեփոխումներից հետո հիմնական աշխատանքը, որ պետք է մեր միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները իրականացնեն, հենց ընտանիքների հետ նման դեպքի վարման շրջանակներում կատարվելիք աշխատանքն է, որ պիտի ընտանիքների հետ աշխատեն, ոչ թե պարզապես նպաստ նշանակեն, այլ աշխատեն ընտանիքների կարողությունների զորեղացմանը, նրանց ուղեկցեն այդ ճանապարհում եւ հանգեցնեն այն իրավիճակին, որ ընտանիքները իսկապես դառնան ինքնաբավ։ Ծրագրի մասին իմացել եմ սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնից, տեղյակ պահեցին, որ նման ծրագիր կա ու մասնակցեցինք, բիզնես պլանը շահեց, ստացանք գումարը, սկզբում փոքր էր ջերմատունը։ Հիմա ընդլայնվել ենք մեր ուժերով ու կարիք կա ավելի շատ ընդլայնվելու։ Հիմա ուզում ենք ընդլայնվենք Աստուն փառք։ Վաճառքը կա, կարողանում ենք վաճառել։ Ամբողջ օրը մեջն ենք, զբաղվում ենք, խնամում ենք, երեխու պես խնամքի կարիք ունի։ Աստուն փառք, մենք իրեն ենք խնամում, ինքն էլ մեզ տալիս է իր արդյունքը։ Ջերմոցի տարածքը ներկապային 350 քառակուսի մետր է, ծաղիկների քանակն էլ մոտավորապես ներկապահին, որ բոլորը բացվեն 200,000 հատի կարգի ծաղիկ ունենք։ Եթե օրվա մեծ մասը լինի արև, ամեն 3-րդ, 4-րդ օրը 800 հատից 1000 հատ ծաղիկ ենք քաղում։ Իսկ ներկապային Աստուն փառք, ծաղիկի գինը վատ չի, վաճառքն էլ չեմ ասի շատ լավ վաճառվում է, բայց չենք դժգոհում, վաճառվում է։ Շատ ուրախ ենք, որ ունենք պետության աջակցությամբ այս ջերմատունը։ Խորհուրդ եմ տալի բոլոր նպաստառուներին, թող վերանային իրենց հայացքները, թե ինչ է նպաստը։ Թող փնտրեն ավելի կարևոր, ավելի արդյունավետ աշխատանք, զբաղվածություն, որով չեն նայի պետության ձեռքին, այլ կնային իրենք իրենց ձեռքին, երբ կուզեն կծախսեն, երբ կուզեն չեն ծախսի, երբ կուզեն կստանա, երբ չեք ուզի չեք ստանա։